Եթե տարբեր թեկուզ եւ 1-2 նոր դեմք են հայտնվում գործընթացի մեջ, դա դեռ չի նշանակում, որ գործընթացի ետևում կանգնած մարդիկ դեռ նույնը չեն։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ Սամվել Կարապետյանի ուժը նախկին կոնյունկտուրայի ամենակատարյալ հավաքական վերարտադրության ձևն է, ամենակատարյալ։ Այլ լիդերով, հա։ Բնականաբար, լիդերի մասին չեմ ասում այլ լիդերով, հենց լիդերը Սամվել Կարապետյանն է եղել, բայց նաև այդ նույն կոնյունկտուրայի վերարտադրությունն է եղել։ Չհաշված արտաքին աշխարհի հետ կապերը նույնը եւ այլն եւ այլն։ Եվ ամենակարևորը նոր ուժ լինելու համար միայն բավարար չի ասել, որ ես նոր եմ։ Նոր ինչով է արտահայտվում, որ նոր են։ Գաղափարով, սկզբունքներով, մոտեցումներով, մշակույթով քաղաքական եւ ամենակարևորը արդյոք այդ ուժը զերծ է նախկին եւ ներկա իշխանության կապանքներից թե ոչ։ Այս ոչ մի չափորոշիչներին Սամվել Կարապետյանի ուժը երբեք չի համապատասխանել ու բնականաբար չի կարող համապատասխանել։